Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարթվում են իրանա-ադրբեջանական տարաձայնությունները, բայց տարածաշրջանային լարվածությունը դրանից չի պարպվում։ Եվ քանի դեռ մերձավոր արևելքում դրությունը խառն է, փորձագետներ լուծաբանները պնդում են, անորոշության գիրկն է նետվում հայ-ադրբեջանական խաղաղության հարցը։ Երբ վերջնական կստորագրվի այս պայմանագիրը, եթե նախքան իրանական պատերազմի մեկնարկը տարբեր ժամկետներ էին նշվում, այդ թվում Հայաստանի առջև պայման նախապայմաններ դնելով մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ, ապա ռազմական գործողությունների մեկնարկից հետո մասնագետների խոսքով երկնակամարի հնարավոր ու անհնար բոլոր թվերը ցրում են այստեղ հասնող վարոդի ծուխը։ Սա անկասկած օգնելու է, ամրապնդելու է Ադրբեջանի, Իսրայելի եւ Թուրքիայի դիրքերը, մեր ռեգիոնում թույլատնելու է մեր դիրքերը, թույլատնելու է Ռուսաստանի ազդեցությունը եւ Իրանի ազդեցությունը։ Ադրբեջանը գիտի, որ առայժմ նա ոչ մի ստորագրելու կարիք չունի, պետք է սպասի, որ նոր զիջումների գնան հայերը։ Անցնող տարիներին ականատես են եղել Ալիևը հարմար ու անհարմար առիթներով կեղծ պատրվակներով մի խոսքով ամեն կերպ փորձել է ձգձգել գործընթացը։ Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը վերջնական ստորագրելու ժամկետները, ասում են մասնագետներն ու հիշեցնում, ստորագրությունը նաև այս պատճառով դարձավ նախնական երկրների ղեկավարների փոխարեն էլ պայմանագրի տակ ինքնագրերը թողեցին արտգործնախարարները։ Հիմա էլ տարածաշրջանն է խառը, ըստ փորձագետների խոշորացույցով փնտրեին առավել հիմնավոր պատրվակ չէին գտնի, չէին էլ մոգոնի։ Ամեն դեպքում անկախ ստեղծված իրավիճակից մերձավոր արևելքում ադրբեջանական իշխանություններն ունեն իրենց օրակարգը Հայաստանի մասով իրենք մի շարք պատճառաբանություններով իրենց քմահաճույք պահանջները առաջ քաշելով կարող են եւ տարիներ շարունակ կնկել այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որպես այդպեսին հայկական կողմն է ավելի շահագրգռված հասկանալի պատճառներով, բայց ադրբեջանական կողմը արիուտես ցկցկում այս համատեքստում մանավանդ Իրանի մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, այո, իրենք դերևս ցկցկելու են, որովհետև ստաբիլ չի ամբողջ տարածաշրջանի իրավիճակը։ Մյուս կողմից էլ թրիփի հարցն է Հայաստան-Իրան սահմանին Միացյալ Նահանգների նախագահի պատվին անվանակոչված խաղաղության ու բարգավաճման երթուղու, որն ըստ նախատեսվածի պետք է ապահովի Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Չնայած նախագահների փոխնախագահ Վենսը Երևան եկավ, այս ճանապարհին խոսեց, Հայաստանում ամերիկյան ներդրումների անոնսն արեց, հետո էլ գնաց Բաքու, Ալիևի պալատում հայտարարեց, թե առաջին մարդն է, որ թրիփով ճանապարհ է կտրել։ Թրամփի թրիփ կոչվող ծրագիրը կարող է ցկցկվի այս պատճառաբանությամբ, որովհետև հիմա ստացվում է ռուս-ուկրաինական պատերազմի օջախից զատ արդեն մերձավոր արևելքում եւս մի օջախ հասունացել է, պատերազմական վիճակում է, հետեւաբար խնդիր կա, այն պլանները, որոնք դրված են հայ-ադրբեջանական օրակարգում եւ ամերիկյան երաշխավորությամբ կարող են տուժել ժամանակի տեսանկյունից հատկապես։ Տարածաշրջանում թնդացող հրանոցները խլացնում են խաղաղության ձայնը, մինչև հիմա խաղացողները վերաձևում են ուժերի հարաբերակցությունը, Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հաշվարկների խաչմերուկում կրկին սպասման երկար ու մութ միջանցք է մտնում։ Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի հիմքեր դնելն է, հայտնել Ադրբեջանի վարչապետը, ներկայացնելով Ադրբեջանի Հանրապետության կառավարության 2025-ի գործունեության մասին հաշվետվությունը։ Նշվել է, որ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Ամերիկայի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը նպաստել է Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորմանը եւ ստեղծել է կայուն խաղաղության եւ զարգացման բարենպաստ պայմաններ։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը նաև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ Զանգեզուրի միջանցքի հիմքերը դնելն էր։ Այս բազմամոդուլ երթուղին կապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև կնպաստի մեր երկրով անցնող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը։ Ադրբեջանը շարունակում է իր զավթողական քաղաքականություն։ Արևմտյան Ադրբեջան համայնքի ղեկավարը ասել է, թե այսպես կոչված Արևմտյան Զանգեզուրի աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումը իր ձևակերպմամբ իրենից ներկայացնում է հոգևոր վերադարձ պատմական տարածքներ։ Զանգեզուրյան տեղանուններին նվիրված նոր բացատրական հրատարակության շնորհանդեսի ժամանակ Ազիզ Ալեկբերլին նաև ասել է, թե աշխատությունը հանդես է գալիս իբրև որպես հերթական ապացույց, թե Զանգեզուրի մարզը բնիկ ադրբեջանական տարածք է։ Ի դեպ մասնագետները դիտարկել են, որ վերջին 4 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական Ազերթաջ գործակալությունը 137 հրապարակում է արել, որտեղ Հայաստանի տարածքը կոչվել է Արևմտյան Ադրբեջան կոչված զավթողական անունով։
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ծորենի երկրորդ խմբականակը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այսօր Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնում է 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք, որը ռուսական հացահատիկը Վրաստանի տարածքով տարանցմամբ կհասնի Հայաստան։ Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը կազմում է 1023 տոննա։ Գնացքը Բեյուք-Քյասիկ երկաթուղային կայարանով կանցնի Վրաստանի տարածքով, որտեղից կշարունակի ճանապարհը դեպի Հայաստան։ Վերջին 2 տարվա ընթացքում Հարավային Կովկասում տեղի են ունեցել պատմական նշանակության փոփոխություններ, այս մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նրա խոսքով ամենակարևոր զարգացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է, որը արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Փաշինյանը նշել է, որ հռչակագրով նաեւ լուծում է ստացել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Նա ընդգծել է, որ TRIP ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել նոր տրանսպորտային հնարավորություններ արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ ուղղություններով հաղորդակցությունը զարգացնելու համար։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Այս մասին ճեպազորույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նրա խոսքով անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Վարչապետը նաեւ մեկնաբանել է, թե ինչու է ասում, որ Գարեգին II ստացել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Ըստ նրա, պատարագի տեքստում հղում են անում Արցախի հանրապետությանը, հղում են անում Արցախի հանրապետություն, դա նշանակում է կոնֆլիկտ, ասել է Փաշինյանը, հավելելով, որ ամեն նման նախադասություն նշանակում է պատերազմի կոչ։ Ամերիկայի պաշտպանության նախարար Հեքսեթը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պահպանել ռազմավարական անորոշություն, որպեսզի Իրանի ղեկավարությունը կռահի, թե ինչ գործողությունների կարող է դիմել Վաշինգտոնը։ Նրա խոսքով անբերապահ կապիտուլյացիա հասկացությունը նշանակում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կռվել մինչև հաղթանակ եւ ինքնուրույն սահմանել հակամարտության ավարտի պայմանները։ Նախագահ Թրամփը չի սպասում, որ իրանական ռեժիմը ինքնուրույն համաձայնվի հանձնվել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Ամերիկայի ռազմական գործողությունը կավարտվի միայն Իրանի անվերապահ հանձնվելու դեպքում, եւ նախագահ Թրամփը ինքը կորոշի, թե ինչն է համարվում հանձնվել։ Նավթի եւ գազի գների աճը ժամանակավոր է եւ երկարաժամկետ հեռանկարում գործողությունը կհանգեցնի գների անկմանը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Տարին նոր է սկսվում, իսկ խանութներում նորից գնաճ է։ Վիճակագրության համաձայն սննդամթերքի շուկայում նախորդ 2 ամիսներին 6.2% գնաճ է գրանցվել։ Փետրվարին գների աճը 6.5% է եղել։ Սննդամթերքի շուկայում սովորաբար գնաճը պայմանավորված է լինում տարբեր գործոններով։ Այս պարագայում ըստ մասնագետների մեծ դեր է խաղացել տավարի մսի շուկայում գրանցված գնաճը։ Տավարի մսի դեֆիցիտն է, որ բավականին մեծ աճ է գրանցել, տավարի համարյա մոտավորապես 10%-ից ավել աճ է գրանցել։ Բացի սա, անցած շաբաթների ընթացքում Հայաստանում թանկացել է այն ամենը, ինչը բերվում է Ռուսաստանից։ Սննդամթերքի շուկայում նման ապրանքների թիվը մեծ է։ Բավարար է նշել թեկուզ հատիկ ընդեղենը, որը գրեթե 80-ից 90%-ով հենց ռուսական է։ Ձմեռվա այս շրջանում, քանի որ Ռուսաստանից բեռը շատ դժվարությամբ է գալի, լարսը փակվում է, բավականին բարձրացել են տրանսպորտային ծախսերը, ֆուրերի գները, բեռնատար մեքենաների, ինչը չէր կարող ազդեցություն չունենա շուկայում գոյացած գների վրա։ Փորձագետների կարծիքով գնաճը կարող է կապված լինել նաև խոշոր բիզնեսի կողմից հարկային գերավճարների հետ, այսինքն հնարավոր է, որ գործարարները այս շրջանում խնդիր ունեն մեծացնել իրենց միջոցները, որպեսզի փոխհատուցվեն ավելացրած արժեքի գերավճարները։ Այդ նույն տնտեսվարողը, որպեսզի շրջանառու միջոցները իր գոնե վերականգնի, որ կարողանա աշխատավարձ տա, ինչ սկսում է գները բարձրացնել։ Այս պահին Հայաստանի սննդամթերքի շուկայում գնաճային ռիսկերին նպաստում է նաև Իրано-ամերիկա-իսրայելական պատերազմը։ Հայաստանում արտադրվող սննդամթերքի զգալի մասի հումքը ձեռք է բերվում հենց Իրանից։ Իրանը արգելել է գյուղմթերքի արտահանումը իր երկրից դուրս, ամբողջությամբ արգել է։ Եթե մի 10-15 օր տևեց այս process-ը, հաստատ ոչ միայն կատնամթերքի թանկան, այլ շատ հարմ պտուղ բանջարեղեն նույնպես։ Իրանից չի մտնելու հումք, ստիպված ուրիշ տեղից պիտի հումք բերեն, ենթադրենք սերուցք, կաթի փոշի եւ այլն, տրանսպորտային ծախսերը եւ գինը, որտեղից գնելու են, ավելի բարձր գնով է լինելու։ Հայաստանում պահածոների արտադրության բիզնեսում իրանական հումքը եւս մեծ մասնաբաժին ունի։ Սա նշանակում է, որ արտադրական շղթաներում էական վերանայումներ պետք է լինեն գնաճն այս ոլորտում հնարավորինս զսպելու համար։
Նման իրավիճակներում փորձագետներն ամեն անգամ հիշեցնում են պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք առկա են Հայաստանում։ Ինքնաբավության մասին իհարկե խոսք առայժմ չկա, բայց կարելի է երկրում այդ ոլորտը հասցնել այնպիսի մակարդակի, որ հարևանների մոտ նույնիսկ կարճաժամկետ ցնցումները չհանգեցնեն գնաճի սեփական սննդամթերքի շուկայում։ Կեղծ կամ անօրինական ալկոհոլային խմիչքների վտանգների մասին վերջին շրջանում մասնագետները կրկին ահազանգում են։ Մարդկանց առողջությանն ու կյանքին վերաբերող վտանգի մասին են հիշեցնում։ Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների, աշխարհում ամեն տարի ալկոհոլի օգտագործման հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ, որի մեջ ներառված են նաև կեղծ արտադրանքի օգտագործման պայմանավորված մահերը, եւ այդպիսի դեպքերը ցավոք չեն շրջանցել նաև մեր երկիրը։ Պարենային ապրանքների կեղծիքները լինում են երկու տեսակի, որոնք ունեն միայն տնտեսական հետևանք, որոնք ունեն հանրային առողջապահական ազդեցություն։ Մենք պարենային ապրանքների կեղծիքներ, որոնք ընդհանուր մահացու ազդեցություն կարող են ունենալ։ Թեման հատկապես ակտիվանում է տոնական կամ նախատոնական օրերին, երբ շուկայում կարող են հայտնվել անհայտ ծագման կամ կեղծված խմիչքներ։ Օրինակ, ներքին գործերի նախարարությունը տեղեկություն տարածեց, որ Գյումրիի բնակիչը իր խանութում վաճառում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։ Այդ խանութում զննությամբ հայտնաբերվել է 6 տասնյակից ավելի տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված օղի։ Մասնագետները միաբերան են պնդում, հարկավոր է ուժեղացնել վերահսկողությունը։ Չի կարող սովորական օրինակ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նման մտնեն տուգանեն եւ դուրս գան, որովհետեւ մենք ունեցել ենք մահացու դեպք։ Հաճախ մարդիկ տարբեր հարթակներով տնային պայմաններում պատրաստված խմիչքներ են վաճառում, շուկաներում կամ տոնավաճառներում։ Մասնագետների խոսքով անհրաժեշտ է հաշվի առնել երկրի առանձնահատկությունները։ Նշում են, պարենային ապրանքների շուկայում խստագույն վերահսկողությունից բացի անհրաժեշտ է կանխարգելման ու հանրային իրազեկման աշխատանքներ կազմակերպվեն։ 2014 թվականին ընդունվել է Ծննդի անվտանգության մասին օրենքը համաձայն, որի պետք է ռիսկի գնահատումն իրականացնի կառավարության կողմից նշանակված գիտական կենտրոնը։ 12 տարի անց մենք չունենք նշանակված գիտական կենտրոն։ ՍԱՏՄ-ից պնդում են, որ եթե անհատը որոշել է իր տանը զբաղվել ապօրինի սպիրտ պատրաստելով եւ վաճառքով, դա իրենք չեն կարող վերահսկել, ասում են վերահսկում են իրավաբանական անձանց։ Եթե խանութում մեր ստուգումների ժամանակ հայտնաբերվի ուրեմն կեղծված սննդամթերք, նաև խմիչք, դրանք վաճառքից հանվում են, ոչնչացում են, թող այդպիսի, որ վաճառվում է խանութում կեղծված օղի կամ այլ ոգևից խմիչք, մենք չենք ստացել։ Խնդիրներից զերծ չեն մնում այն խանութները, որոնք ընդունում են այնպիսի սննդամթերք, որի ծագումը հայտնի չէ կամ չունի համապատասխան փաստաթղթեր։ Նրանց նկատմամբ կիրառվում է վարչական պատասխանատվություն։ Խանութները պարտավոր են ստուգել բոլոր ուղեկցող փաստաթղթերը։ Բողոքները կամ ահազանգերը, որ մարդիկ նշում են, մենք դա ձևակերպում ենք որպես բողոք, որպես թեժ գծի զանգ եւ անպայման ընթացք ենք տալիս։ Այսպիսի դեպքերում նաև նշանակվում են փորձաքննություններ, որոնք տարբեր ոլորտների փորձագետներ են կատարում։ Մասնագետները տեղեկացնում են, թե ինչպես քաղաքացին կարող է զանազանել կեղծը իրականից։ Շշերի մակերեսներին, աղտոտվածությունների եւ տաշվածքների բացակայությունը, թաղանթների գուներանգները, բացման համար նախատեսված հատվածների համաչափությունը, որոնք բնորոշ են գործարանային եղանակով շշերի փաթեթավորմանը։ Կեղծ ալկոհոլային խմիչքների դեմ պայքարը դուրս չի գալիս իրավապահների օրակարգից, իսկ մասնագետներին հիշեցնում են, կեղծ խմիչքը կարող է թույն դառնալ առանձին դեպքերում մահացու։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը վերջին տարիներին կառավարության հիմնական թիրախային ուղղություններից մեկն է հայտարարված։ Ցանկալի արդյունքի հասնելու համար այս ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ծախսվել եւ դեռ ծախսվելու։ Հռչակված նպատակին հասնելու համար ստեղծվել են մի քանի մասնագիտացած կառույցներ ու հարյուրավոր նոր հաստիկներ։ Արձանագրված արդյունքի մասին էլ հանրությունը որպես կանոն պատկերացում է կազմում հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներից։ 890-ը հարուցած քրեական վարույթներ, որ քննվել են, 617-ը կարճվել է, այսինքն բացարձակ մեծամասնությունը հարուցած վարույթների կարճվել է, հնչեցվում է վարույթի առկայությունը, մեծ ռեզոնանս է առաջացնում, հետո հնարավոր է կարճվում է դրա մասին որևէ տեղեկատվություն չի ստացվում։ Օրինակ վաղեմիության ժամկետները անցնելու կամ գործուն զղջալու կամ այլ իրավական մեխանիզմների շնորհիվ վարույթն իրականացնող մարմինը իր հայեցողական կամ ոչ հայեցողական լիազորությունների տիրույթում որոշում է, որ քրեական վարույթը պետք է կարճվի։
Չկա շաբաթ, որ նախկին կամ նախկինից էլ նախկին պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն դրվագներ պարունակող քրեական գործերի հարուցման վերաբերյալ տվյալներ չհրապարակվեն։ Պաշտոնյաներն այդ երբեմն հայտնի են, երբեմն ոչ այնքան, բայց ստացվում է, որ հարուցված գործերի հիմնական մասը նույնիսկ չի հասնում դատարան։ Այլ բան, որ դատարան հասածներն էլ ոչ միշտ են ավարտվում մեղադրական եզրակացությամբ։ Կարճված գործերից զգալի մասը կարճվել է արդարացնող հիմքով, այսինքն հանցակազմ չեն գտել, այսինքն հանցագործության բացակայության հիմքով են դադարեցրել քննությունը, կարճել քննությունը։ Սա ցույց է տալիս, որ ըստ էության անգամ ոչ բոլոր հաղորդումներն են, որ ստանում են վարույթները ըստ էության պարունակում, հանցակազմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև պարբերաբար հրապարակում է տարբեր քրեական գործերով փոխհատուցվելիք նյութական վնասի չափը։ Այն տատանվում է մի քանի միլիարդ դրամի սահմաններում։ Օրերս էլ դատախազություններ հրապարակել տվյալ, ըստ որի ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակում տարբեր անձանց ընդհանուր 35 միլիարդ դրամի պահանջ է ներկայացվել։ Մասնագետները նշում են, սակայն, որ ներկայացվող դրամային պահանջների մի փոքրիկ մասն է հաջողվում բռնագանձել եւ ուղղել բյուջե։ Երբ որ ստեղծվում էին մասնագիտացված հակակոռուպցիոն մարմիններ, ակնկալիք կար, որ դրանք եւ դատարանը եւ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ավելի շատ զբաղվեն խոշոր կոռուպցիոն, գործերով, բայց երբ որ մենք նայում ենք հիմնականում այն գործերը, որոնք որ քննվում են, որոնց վերաբերյալ հաղորդում է ստացվում կամ բացահայտվում են ինչ-որ գործեր եւ որոնք որ հասնում են դատարան, ըստեյության դեռևս չեն կարող ասել, որ այդ խոշոր գործերը մեծամասնություն են կազմում, ավելի շուտ տենց եթե կարող եմ ասել մանր կոռուպցիոն պայքարը։ Կոռուպցիոն դրվագներով քրեական գործերի մեծամասնության կարճումն ու բռնագանձվելիք գումարների փոքր հատվածի վերականգնումը մեծ վնաս է հասցնում պետությանն այն առումով, որ խարխլում են հանրության առ կոռուպցիայի դեմ պայքար ունեցած հավատը, այսինքն մարդկանց մի մասին ստիպում է ենթադրել, որ պրոցեսն իրականում ձևական ու խաղարկված է։ Գեղարդավանքից գողացել են մոտ 1 միլիոն դրամ, ոստիկանության տվյալներով գողությունը կատարել են 56 եւ 55 տարեկան երկու տղամարդ, որոնք գանձանակը բացել են հարմարեցված բանալիով, վերցրել գումարը եւ հետքերը թաքցնելու համար կրկին սոսնձել կապարակնինքը։ Նրանցից մեկը ձերբակալվել է փետրվարի 28-ին եւ խոստովանել է կատարածը, մյուսը մարտի 4-ին։ Նախաքննությունը շարունակվում է։ Բուսաբուծության ոլորտը դրական նշանակություն է ունեցել Հայաստանում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման վրա։ 2025-ի տարեվերջին արձանագրվել է 5.6% աճ, որը գումարային արտահայտությամբ կազմել է մոտ 1 տրիլիոն 57 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալը, խոսելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքների մասին։ Նա իր խոսքում առանձնացրել է պտուղ հատապտղային, խաղողի բերքի, բանջարաբոստանային մշակաբույսերը եւ մի քանի այլ ուղղություններ, որոնցում նկատվել են աճեր։ Կառավարությունը հաստատակամ է, որ ապագայում ինտենսիվ գյուղատնտեսությունը դա այն միակ բանալին է ոլորտային հաջողություն ունենալու եւ այդ տրամաբանությունից ելնելով նաեւ սահմանվում են աջակցության գործիքակազմը, հնարավորությունները, իհարկե մեծ շեշտադրում անելով ջրային եւ հողային ռեսուրսների վրա։ Մարտի 1-ից 10 բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հանրապետությունում վերահսկող միջոցառումներ է անցկացրել որսագողության դեմ։ Արմավիրի, Կոտայքի եւ այլ մարզերում քաղաքացիները ապօրինի որս են կատարել, հիմնականում տափաստանային արտույտ թռչունների, օգտագործելով 12 տրամաչափ որսորդական հրացաններ, առգրավվել են 159 թռչուն եւ զենքեր, իրավախախտները ենթակա կլինեն վարչական պատժի։